Շատ լավ։ Իսկ այսօր գնայինք, թե ինչ է սպասում մեզ բոլորիս հաջորդ շաբաթ մարտի 20 ներխոչություն, մայիսի 24-ից 30-ը բոլոր նշանների համար։ Բայց մինչև սկսեմ կարտեր նայելը, ուղղակի ուզում եմ մի նուրբ թեմայի անդրադառնալ հարգելներս։ Ինձ մեկ-մեկ կոմենտներով գրում են իմ համար, իմ կյանքի համար, իմ ապագայի համար կնայեք։ Հարգելներս, որ ասում եք իմ, այդ դառնում է անհատական։ Ես այստեղ անհատական չեմ նայում։ Այս ալիքը բոլորի համար է, բոլորի համար եմ նայում։ Բացի դրանից անհատական ես չեմ կարող ձեր համար պատրաստված վիդեոն ձեր անձնական հարցերի շուրջ այսպես բոլորին ցույց տնել, այդպես ուղղակի չի կարելի։ Ձեր համար անհատական արված վիդեոն միայն դուք կարող եք տեսնել։ Դրա համար պետք է ինձ հետ անհատական կապվել։ Ես բացատրություններում, բացատրական մասում այս վիդեոյի տեղադրել եմ, ինչպես կարելի է ինձ հետ անձամբ կապվել, միայն email-ի միջոցով եւ ոչ թե կոմենտներում գրելով։ Այդպես, երկրորդը, երբ որ ասում եք ապագայի համար, իմ ապագան այդպես շատ, ոնց ասեմ, վեհ հասկացողություն է, որտեվ անհասկանալի ապագան, վաղն էլ է ապագա, 2 շաբաթ հետո էլ է ապագա, 4 ամիս հետո, 20 տարի հետո էլ ապագա է, դուք ինչ ապագայի մասին եք խոսում, որովհետև ես չեմ կարող, էլ եմ ասել, կարտերը ցույց չեն տալիս 2-3 շաբաթից հետո պատմություն, որը իրադարձություններ, որտեվ փոխվում է ժամանակի ընթացքում 2-3 շաբաթվա մեջ ինչ-որ ցիկլ է փոխվում եւ կյանքում էլ իրադարձությունները փոխվում են։ Ինֆորմացիան այսօր կարող է 2 շաբաթ հետո լինել տարբեր, նույն մարդու նույն նշանների համար։ Դրա համար ինչու ենք ամեն շաբաթ նայում ինչ է մեզ սպասում, որտեղ շաբաթից շաբաթ կարող է ինֆորմացիա փոխվել։ Ես ամեն օրվա զոդիակի նշանների համար չեմ նայում, որովհետև չեմ հավատում, որ ամեն օր շատ բան փոխվում է բոլորիս կյանքում։ Իսկ շաբաթվա ընթացքում այո, փոխվում է, ամսվա ընթացքում առավել եւս։ Դրա համար, այսինքն ապագան դուք պետք է ձեզ համար պարզեք, ինչ ապագայի մասին է խոսքը։ Այսինքն եթե ապագայի համար եք նայում, շատ հեռու ապագայի մասին եք մտածում, անհատականն էլ չի օգնելու, ձեզ չի տա ինֆորմացիան, որ ձեզ պետք է։ Մյուս կողմից, երբ մարդիկ ինձ տալիս են իրենց զոդիակի նշանը, ծննդյան օրը, թեման, ինչ են ուզում նայեմ, հարգելներս, ես տելեպատիկ ուժեր չունեմ, պայծառատես չեմ, ես իմ տանը նստած հեռվից հեռու ձեր մասին ինֆորմացիա ոնց կստանամ, կարտերով ոնց կարող եմ ձեր մասին կոնկրետ նայել։ Դրա համար պետք է անհատական շփում, այսինքն կոնտակտ, որ ձեզնից էներգիա ստանամ։ Այդ դեպքում ձեր զոդիակի նշանն էլ ինձ համար կարևոր չէ։ Հասկանում եք, այսինքն ես իմ տանը նստած չեմ կարող հեռվից հեռու մարդուն, որ չեմ ճանաչում, չեմ տեսել երբևէ, ես իր կյանքի պատմությունը կարտերով տեսնում։ Այդպես ուղղակի չի աշխատում։ Կարտերը այդպես ինֆորմացիա ցույց չեն տալիս։ Հուսով եմ իրար հասկացանք։ Անհատականի ինֆորմացիան տեսնում եք, ես դրել եմ բացատրականում, բայց եթե ուզում եք պարզապես ապագայի համար, անհատականն էլ ձեզ չի օգնի, որտեղ 2 շաբաթը մեկ կարող է ինֆորմացիան փոխվել։ Մեղվում են մարդիկ, հասկանում եմ, շատ այսպես անձնական են ընդունում, բայց այդպես ընդունեք, չընդունեք, հիմա այդպես է, ես անհատական չեմ կարող նստել, ամեն վիդեոներ կա 7000 մարդ է նայում, ես 7000-ի համար անհատական որ նայեմ, ուղղակի դուք երևի լավ չեք պատկերացնում, ես դրա համար եմ ասում, անհատական պետք է առանձին կոնկրետ մարդու հետ շփվել եւ իր համար առանձին նայել։ Բայց ինձ թվում է ավելի ճիշտ է այսպես բոլորի համար ընդհանուր նայել ժամանակ առ ժամանակ որևէ ինֆորմացիա ոնց է լինի ձեզ կհամապատասխանի։ Իսկ երիտասարդ աղջիկը, որ կոնկրետ գրում էր, հարցնում էր 2000 թվին է ծնվել դեկտեմբերի, անունը չասեմ, իմ աղջիկա տարիքին է, դրա համար կասեմ աղջիկ ջան, ես կարող եմ ուղղակի քեզ ասել, եթե անձնական հարաբերություններում ամեն ինչ լավ է եւ հանկարծ լավ չի, դրա համար պատճառ է լինում։ Ինչու սկսվեց այդպես։ Հետ գնա, փորձի հասկանաս, երբվանից ձեր հարաբերություններում ինչ որ խնդիրներ առաջացան։ Եվ մյուս կողմից, եթե ոչինչ չանես, ոչինչ չի փոխվելու։ Կարտերը քեզ չեն կարող ասել ինչ անես։ Իրեն ոչինչ չի փոխվում։ Եթե ուզում ես ինչ-որ բան փոխվի քո անձնական հարաբերություններում, ինչ-որ բան պետք է անել այդ ուղղությամբ։ Ես դա առանց կարտերի էլ կարող եմ ասել։ Շատ լավ, վերադառնանք մեր հոգսերին։ Տեսնենք ինչ է սպասվում մեզ բոլորիս հաջորդ շաբաթ, մայիսի 24-ից 30-ը։ Առաջինը կնայենք խոհերի համար։ Ինչ է սպասվում խոհերին հաջորդ շաբաթ։ Մայիսի 24-ից 30-ը։ Ընդհանուր տրամադրությունը, անձնական հարաբերություններ, աշխատանք եւ ֆինանսներ։
Ընդհանուր տրամադրությունը տեսնում եմ շատ գեղեցիկ։ 6 սրտերի շատ լավ է, ճանապարհը բաց է, իսկ աստղերով ձեր ցանկությունները, երազանքները, նպատակները, դե մի շաբաթում դժվար թե որևէ մեծ երազանքներ իրականանան, բայց ասենք ինչ որ առաջիկա մոտակա ապագայում ինչ որ նպատակներ ունեիք, ավելի փոքր, ավելի այսպես կոնկրետ նպատակներ, ցանկություններ, տրամադրությունը ձեր լինելու է այնպեսին, որ դուք հավատում եք, որ ամեն ինչ կլինի այնպես, ինչպես որ դուք ուզում եք։ Ну, հավանաբար այդպես էլ լինի։ Դուք ինքներդ կհասկանաք, թե ինչի մասին է խոսքը։ Անձնական հարաբերություններում տեսնում եմ երեխա, կարող է լինել, որ շատ ուշադրություն պետք է դարձնեք երեխաների վրա, երեխաների հետ կապված հարցերը կլինեն այս շաբաթ ձեզ համար շատ կարևոր եւ առաջին տեղում, էլի կարող է վերջին զանգի հետ լինի, կարող է դրանից հետո, ես չգիտեմ վերջին զանգը Հայաստանում երբ է, ամեն դեպքում երեխաները կլինեն ձեր ուշադրության կենտրոնում։ Մյուս կողմից սա նշանակում է նոր, ինչ որ մի նոր մեկի հետ ծանոթանում եք, նոր հարաբերություններ են ստեղծվում, տեսնենք։ Լրացուցիչ ինչ կացեն կարտերը։ Ինչ նորություն կլինի անձնական հարաբերություններում խոհերի համար հաջորդ շաբաթ։ Նորությունը կարող է գալ իմիջիալոց լուրով, որպես լուր կարող եք ինչ-որ նորություն լսել, ինֆորմացիա կարող է դրսից գալ, հեռու, չգիտեմ, բարեկամներ ունեք, նրանցից կարող է գալ, կարող է ոչ շատ հեռու բարեկամներից գալ, ես այստեղ տեսնում եմ նաև արագիլ, դրա համար եմ ասում հեռու։ Տեսնում եմ տուն, այո, ձեր տուն ինչ-որ ինֆորմացիա կամ ձեր տան հարազատների, բարեկամների մասին ինչ-որ լավ լուր կլսեք։ Ես տեսնում եմ այստեղ մատանի, միգուցե լսեք ինչ-որ մեկն ուզում է ամուսնանալ։ Կայունության կարտն էլ կարող եմ ասել, որ ինչ-որ մեկը երևի այսպես կայունությունն էլ հստակությունն է, կարող է այդպես լինել, հեռվից հեռու ինֆորմացիա եք լսում, չգիտեմ, ձեզ հարազատ մի տղամարդու մասին, սրտի տուզն եմ տեսնում, երևի ինչ-որ մեկը ուզում է ամուսնանալ եւ դուք նորություն եք լսում այդ մասին։ Իսկ եթե ամուսնություն չի, իրենք երեխա են պատրաստվում ունենալ, որովհետեւ երեխա եմ տեսնում, լսեք ինչ-որ մեկը ձեր ազգականներից երեխա է պատրաստվում ունենալ, հղի է, կարող է նաև այդպես լինել։ Ամեն դեպքում ինչ որ նորություն կարող է լինել եւ ձեր ընտանիքում, ձեր ազգականների հետ։ Սա ես ընկերական հարաբերություն չեմ տեսնում, նորությունը կլինի ընտանիքում ազգականների, բարեկամների մեջ։ Կարող է լինել կամ ամուսնության շուրջ, կամ ամուսնական զույգի հետ, նորից եմ ասում։ Կայուն մնայուն ինչ որ հարցի մասին է խոսքը, կարող է դրսից գալ, ես տեսնում եմ այստեղ եւ կին, եւ տեսնում եմ տղամարդ, փոփոխություն հնարավոր է, կարող է սա լինել ինչ որ մեկը երեխայի է սպասում, դուք այդ մասին նորություն եք լսում։ Աշխատանքի հարցերում տեսնում եմ բանալի։ Բանալին բավականի դրական, իսկ այս շատ դրական կարտ է, այսինքն չի լինի այդպիսի հարց աշխատանքում, որ չեք կարողանա լուծել հաջորդ շաբաթ հարգելի խոյեր։ Այո, տեսնում եք, այստեղ բավականին փոփոխություններ են եղել եւ շատ բավականին էլ այսպես կոնկրետ, շատ կոնկրետ փոփոխություններ են լինելու աշխատանքի վայրում ամենայն հավանականությամբ տեսնում եմ 9 նույնիսկ եթե առաջին հայացքից փոփոխությունները մի քիչ ավելի ձեզ այսպես վախեցնեն, անհանգստացնեն, ինչպես կլինի նոր փոփոխություններից հետո, ինչը կփոխվի կամ կոնկրետ չեմ էլ կարող ասել, բայց ամեն դեպքում արև է եւ բանալի։ Չի կարող լինել այնպիսի փոփոխություն, այնպիսի, չգիտեմ, ինչ-որ մի նոր մի բան ձեր աշխատանքի վայրում, որ ձեզ համար դրական չլինի, անպայման դրական կլինի։ Նույնիսկ էլի եմ ասում, եթե առաջի հայացքից փոփոխությունը ձեզ դուր չգա եւ վախեցնի, անհանգստացնի, ոչ մի վախենալու բան չկա, ամեն ինչ շատ լավ կլինի եւ ի օգուտ ձեզ։ Ֆինանսական հարցերում տեսնում եմ հաջողության կարտը։ Ինչ ձեռնարկեք, ճանապարհն էլ բաց է 6-ով, այսինքն ինչ հարցեր ունեք ֆինանսականին վերաբերող, պետք է որ շատ դրական, շատ լավ վերջանա։ Եթե վարկ եք ուզում, հավանաբար վարկ կստանաք։ Ֆինանսների եք սպասում, ֆինանսները կգան։ Շտապում եք երևի ինչ-որ ֆինանսական լուրջ հարցեր ունեք, խոյեր, կարտերը թափում են ձեռքիցս։
Տեսնենք։ Տեսեք ինչեր եմ տեսնում։ Բավականին երկար ժամանակ կայունության կարթն է խարիսխի, բայց ամեն դեպքում ֆինանսական հարցերում ինչ-որ հարցեր եղել են, ինչ-որ խնդիրներ եղել են։ Խնդիրներ եղել են, չեմ կարող ասել ինչ իմաստով, ծախսն է շատ եղել, գումարները պակաս են եղել, վարկ եք ուզում վերցնել, չէր ստացվում, ի վերջո փոփոխություն եղել է, բայց նորից էլ ինչ-որ մի խոչընդոտ է եղել, խանգարող հանգամանք, այսինքն թվում է, թե կարող է փոխվել իրավիճակը, կարող եք հասնել ձեր նպատակին, բայց նորից ինչ-որ մի կոնկրետ խնդիր եղել է պրոբլեմ, որ այդ պրոբլեմը պետք է լուծել։ Ամենայն հավանականությամբ կլուծեք, որտեղ ես տեսնում եմ գումարներ, իսկ ես չեմ տեսնում ծախս, տեսնում եմ գալիս է, որտեղ հաջողության կարտներ սկզբից ընկել։ Հաջորդ շաբաթ ֆինանսների համար ձեզ համար կլինի շատ հաջող հարգելի խոյեր։ Եթե խնդիրներ կային, ամենայն հավանականությամբ հաջորդ շաբաթ կպարզեք ձեզ համար, որ վերջին խոչընդոտն էլ կարողացել եք հեռացնել եւ ֆինանսական հարցերում ամեն ինչ կկարգավորվի։ Ես ասում եմ, սկզբից շատ տրամադրությունը լավ էր, բոլոր առումներով շատ լավ էր։ Աստված տա, ովքեր երեխա են ուզում ունենալ, վերջապես այդպիսի նորություն ունենան, որտեղ եթե երազանքը դրա մասին էր, անձնական հարաբերություններում կարտերը նման բան ցույց էին տալիս։ Այժմ տեսնենք ինչ է սպասվում ցուլերին։ Հաջորդ շաբաթ մայիսի 24-ից 30-ը։ Ինչ է սպասվում ցուլերին հաջորդ շաբաթ մայիսի 24-ից 30-ը։ Ընդհանուր տրամադրությունը, աշխատանքային ներողություն, անձնական հարցեր, աշխատանքային հարցեր եւ ֆինանսներ։ Տրամադրությունը շատ լավ եմ տեսնում ես ցլերի հաջորդ շաբաթ, չեմ կարող ասել ինչ իմաստով, բայց այստեղ ընկերական շրջապատում, ընկերներով շրջապատված եք, շատ այսպես ասեմ, լավ բարացկամ մարդկանցով եք շրջապատված։ Ինչ էլ որ անեք, ձեր տրամադրությունը շատ բարձր է, լավ մարդկանցով շրջապատված եք, դուք ձեզ շատ հարմարավետ եք զգալու հարգելի ցլեր հաջորդ շաբաթ։ Տեսնենք հիմնականում ինչ ասպարեզում, անձնական, աշխատանքային թե ֆինանսներում։ Անձնական հարաբերություններում անկեղծ ասած չեմ տեսնում այդքան էլ բարիդրացիական հարաբերություններ, այստեղ կարող են ինչ-որ լինել վեճեր, ինչ-որ անհասկացողություններ, մարդիկ երբ սխալ են իրար հասկանում, կոնֆլիկտներ են առաջանում, տեսնենք։ Կամ միգուցե այդպես եղել է, ինչ-որ մեկի հետ ինչ-որ անհաշտ եք եղել, տեսնենք։ Շատ լավ է, ես այստեղ էլ տեսնում եմ ճանապարհը բաց է 6-ով։ Չէ, շատ լավ է, այո, կարող եմ ասել այսպես, ինչ-որ խնդիրներ եղել են, ես չեմ կարող ասել ով ում հետ, ձեզ համար շատ կարևոր մտերիմ անձի հետ ինչ-որ խնդիրներ են եղել, կամ անհաշտություն է եղել, կամ վիճել է, կամ իրար չեք հասկացել, միգուցե ինչ-որ ժամանակ չեք շփվում, սա կարող է լինել եւ ընկեր, եւ կարող է լինել դե եւ կին տղամարդ, կարող է լինել ընկեր, ընկերուհի, կարող է լինել նաեւ ազգական բարեկամ, քույր, եղբայր, չգիտեմ, բոլոր տեսակ անձնական հարաբերություններում խնդիր կարող է լինել, բայց դա եղել է անցյալում, դուք ինչ-որ մի նոր ինֆորմացիա եք պարզում ձեզ համար, միգուցե ինֆորմացիա այս մասին, ձեր կոնֆլիկտի, ձեր խնդիրների մասին, եւ առաջ խաղացում կլինի, փորձում եք զրուցել այլ մարդկանց հետ, նորից էլի փորձում եք ճշտել, իմիջիայլոց կոնֆլիկտը կարող է ֆինանսների հետ կապված լինել, ինչ-որ մեկի հետ ինչ-որ խնդիրներ ունեիք, նեղվել եք իրարից, որովհետեւ խոսակցությունն եւ վիճաբանություն եղել էր գումարների շուրջ։ Ով էր ում նկատմամբ անազնիվ եղել դուք իրենց կամ իրենք ձեր չեմ կարող ասել, բայց երկուսիդ մեջ եղել է ինչ-որ այսպես անհասկացողություն։ Եվ տեսնում եմ այստեղ կին օծով տեսնում եմ ճանապարհը փակ։ Եվ տեսնում եմ տղամարդ։ Այստեղ չեմ կարող ասել կին տղամարդ, քույր, եղբայր են, ազգականներ են, չեմ կարող ասել ինչպիսի, բայց ես կինել եմ տեսնում տղամարդ հարաբերություններում։ Տեսնում եմ, այո, եւ կինը մի քիչ երևի լեզվից շատ սուր է, մի քիչ երևի ինչ-որ
Կինը մի քիչ լեզվից սուր է եղել, հա, ասում են օծի լեզուն, չէ, ինչ որ միգուցե կտրուկ ինչ որ մի բան է ասել եւ իրենց մեջ հարաբերությունները խզվել, ամեն դեպքում կին տղամարդու մեջ եմ տեսնում, բայց անկեղծ ասած չեմ տեսնում այստեղ ամուսիններ։ Ավելի շուտ ազգակցական կապ եմ տեսնում։ Տղամարդն էլ շատ կտրուկ է եղել, երկուսն էլ երևի լեզվի տակ չեն մնացել իրար հետ, ինչ որ իրար նեղացրել են ինչ որ ձևով, տեսեք ամեն մարդ մի կողմ է նայում։ Եվ սա էլ ճանապարհը, որ իրար մեջ այսպես իրենց հարաբերությունները աշտարակով քանդվել են։ Սա անցյալի բան եմ տեսնում, արևով տեսնում եմ, որ լավ է լինելու, ամեն ինչ կամաց, եթե ոչ մի շաբաթ, այ երբ որ առաջինը տեսա 10-ը նշանակում էր, որ ինչ-որ մի նոր բան է պարզվելու, միգուցե պարզվեք, որ իրականում որ ձեր մեղքն էր ոչ նրա, դուք վիճում եք երրորդ անձի պատճառով, ձեզ սխալ ինֆորմացիա են հաղորդել, ինչ-որ մի նորություն կպարզվի այդ իմաստով, ընդ որում նորից եմ ասում, խնդիրը, պրոբլեմը սկսվել էր ֆինանսների շուրջ զրուցելուց եւ բանավիճելուց, կամաց մի շաբաթ կպարզվի եւ միգուցե ձեր հարաբերությունները մանավանդ տուզով կամաց դրական ուղղությամբ շարժվեն ձեր հարաբերությունը, փորձեք նորից իրար հետ շփվել, իրար հետ լեզու գտնել, որովհետև այդ առաջի կարգն էլ տրամադրության ես շատ լավ էի տեսնում։ Ամեն դեպքում դուք մի շաբաթվանից շատ բարյացկամ եք տրամադրված լինելու, եթե ինչ որ իրար նկատմամբ նեղվածություն, ագրեսիա էլ կար, դա կմեղվի։ Տեսնենք ինչ է կատարվում ֆինանսներում։ Ֆինանսներում շատ լավ է։ Կամ դուք ձեր գործի մասնագետն եք եւ շատ հարմար եք զգում ձեր աշխատանքում, կամ շատ շփում կունենաք ձեր վերադասերի հետ, չեմ կարող ասել ինչ օգնում են ձեզ, դուք եք իրենց օգնում, բայց աշխատանքում տեսնում եմ շատ կայուն, հարմարավետ, հանգիստ վիճակ։ Տեսնենք ինչ կմանրամասնեն կարտերը աշխատանքի հետ կապված։ Աշխատանքում երևի թե ամեն ինչ այնքան էլ վերջերս լավ չի եղել, ինչ որ ամեն դեպքում խնդիրներ եղել են, ես չեմ կարող ասել վերադասերի հետ է եղել խնդիրը, թե ում հետ է եղել, կամ պարզապես միգուցե նոր աշխատանք եք փորձում գտնել, որովհետև հին աշխատանքը ձեր համար չի աշխատել, աշխատանքի վայրում խնդիրներ եղել են եւ դուք նոր ճանապարհ եք գնացել, երևի փոխել եք ձեր աշխատանքը, այդպես կարող եմ ասել, օծեր, ինչ որ մեկի հետ խնդիր եք ունեցել աշխատանքի վայրում, երևի դրա համար էլ գնացել եք, հեռացել եք։ Փորձել եք նոր ճանապարհ, նոր աշխատանք գտնել եւ վերջապես փոփոխությունով տեսնում եք փոփոխության, որ գտել եք։ Կարող եմ այդպես ասել, ինչ որ խնդիրներ եղել են, սկզբում լավ է եղել նոր այդ աշխատանքի վայրում, հետո ինչ որ բան չի աշխատել, հեռացել եք, փնտրել եք նոր աշխատանք, հավանաբար գտել եք, որովհետև ես այստեղ տեսնում եմ ճիշտ ասած շատ հարմար աշխատանք, միջավայրն էլ լավ կլինի, եթե նոր աշխատանքի եք տեղավորվում, եթե արդեն պարզվի, որ աշխատանք ձեզ առաջարկել են, մի շաբաթ եք սկսելու, չեմ կարող ասել, բայց եթե նոր աշխատանքի մասին է խոսքը, շատ ավելի լավ կլինի, շատ հարմարավետ կզգաք եւ շատ ավելի լավ մարդկանցով շրջապատված կլինեք, դա ձեր տրամադրության կարտով տեսա։ Աշխատանքում ամեն դեպքում լավ է, խնդիրները եղել են առաջ։ Շատ հաղորդակցություն կլինի ֆինանսների հետ կապված, չգիտեմ, լուրի եք սպասում, կստանաք լուրը եւ ամենայն հավանականությամբ 7-ով կարող եք լավ լուր ստանալ։ Տեսնենք էլ ինչ կասեն կարտերը ֆինանսների մասին, ցոլերի համար։ Այո, շատ լավ լուր եմ տեսնում, սկզբում շատ հաղորդակցություն կլինի, տեսնում եք, այստեղ էլի կին եմ տեսնում, այո։ Ընդ որում նաև կարող է խոսակցություն ֆինանսներ կարող են նաև ձեզ կամ լուրը գալ կամ ֆինանսներ գալ։ Ավելի շատ առայժմ լուրն եմ տեսնում, շատ դրական դրսից իմիջիայլոց, արտերկրից միգուցե եթե ունեք այնտեղ կին կա ձեզ հարազատ բարեկամ, չեմ կարող ասել։ Ֆինանսներում ինչ-որ խոչընդոտ եղել է, դրա համար էլ երևի կամ մարդկանց դիմել եք, օգնություն եք խնդրում կամ չեմ կարող ասել, ես գումար չեմ տեսնում, որ գալիս է, բայց տեսնում եմ, որ շատ լավ լուր է գալիս եւ ամեն դեպքում ինչի համար էլ որ դիմում եք մարդկանց, նույնիսկ եթե սրանք, չգիտեմ, բանկային կազմակերպություններ են եւ դիմում եք իրենցից գումար եք ուզում, պատասխանը կլինի դրական։ Ես այստեղ թռչուններով էլ եմ տեսնում խոսակցությունների, բանակցությունների արդյունքում դրական պատասխան։ Այստեղ էլ ինչ որ խոչընդոտներ եղել են, եթե նույնիսկ սկզբում առաջին հայացքից կասեն, որ
լավ նորություն կա, ասենք օրինակի համար ձեզ վարկը կտանք, բայց չգիտեմ, այս ինչ փոքր պարտք ունեք, պետք է փակեք։ Օրինակ եմ, այդ փոքր խոչընդոտ կարող է լինել, տարբերակ ձեզ կառաջարկեն ինչպես կարող է խնդիրը շտկել, կարողանաք շտկեք շատ հեշտությամբ, փոփոխությունը կլինի դրական եւ ձեզ շատ դրական, տուզով շատ լավ նորություն։ Այսինքն, եթե ֆինանսական հարցերով ինչ որ մեկին դիմում եք ֆինանսների համար, հաջորդ շաբաթ շատ հաջող կլինի։ Ընդհանուր տրամադրությունը շատ լավ է, երևում է։ Այսինքն տեսնենք ինչ է սպասվում երկօրյակներին հաջորդ շաբաթ մայիսի 24-ից 30-ը։ Ինչ է սպասվում երկօրյակներին հաջորդ շաբաթ։ Ընդհանուր տրամադրությունը, անձնական հարաբերություններ, աշխատանք եւ ֆինանսներ։ Ընդհանուր տրամադրություն տեսնում եմ կայուն։ Կայուն, ստաբիլ, ոչ այս կողմ, ոչ այն կողմ, ոչ լավ է, ոչ վատ։ Ինչպես կար, այդպես էլ մնում է։ Առանձնապես հաջորդ շաբաթ երևի ոչ մի փոփոխություն չի լինի։ Կարող է դա ձեզ համար դիտարկվել որպես ոչ դրական, որտեղ դուք ուզում եք փոփոխություն, բայց ամեն դեպքում ես փոփոխություն չեմ տեսնում։ Տեսնենք։ Անձնական հարաբերություններում տեսնում շատ լավ։ Այլ ոչ մի լրացուցիչ կարտ չեմ հանի, որտեղ սա հաջողության կարտն է։ Ինչ անձնական հարցերում, ինչ հարցեր ունեիք, ամեն ինչ էլ շատ հաջող կլինի։ Հաջողության կարտ եմ տեսնում։ Ուզում եք ժամադրվել, ուզում եք դուրս գալ, աղջիկը լինի տղայի հետ, տղան աղջկա հետ, գնացեք հաջորդ շաբաթ ժամադրությունների, սիրային թեմաներով շատ լավ շատ հաճելի ժամանակ կանցկացնեք։ Եթե մարդիկ, բարեկամներ, ազգականներ պետք է զրուցեին, հանդիպեին, հյուր գնային, հյուր գային, շատ հետաքրքիր ժամանակ կանցկացնեք, ամեն ինչ շատ լավ կլինի։ Ես ոչ մի խնդիր անձնական ոչ մի հարաբերությունում չեմ տեսնում։ Այսինքն ոչ ընկերական, ոչ սիրային, ոչ ամուսնական, ոչ մի տեսակ խնդիր չեմ տեսնում, շատ հաջող է։ Աշխատանքում էլ ոչինչ չեմ տեսնում։ Ինչ որ նորություն կլինի, նոր ինչ որ ինֆորմացիա, նոր գիտելիքներ ձեռք կբերեք, ինչ որ մի նոր բան կսովորեք ձեր աշխատանքում, բայց բավականին դրական եմ տեսնում։ Տեսնենք մի փոքր մանրամասնենք աշխատանքում ինչ փոփոխության մասին էր, ինչ նորության մասին էր խոսքը։ Իրականում շատ հակասական բաներ եմ տեսնում աշխատանքի վայրում, շատ բարդ իրավիճակ եմ տեսնում։ Միգուցե այստեղ խարիսխի կարտը սկզբում որ տեսանք, միգուցե սա վերաբերում էր աշխատանքին։ Տեսեք, ինչ որ խնդիրներ աշխատանքի վայրում եղել են, չեմ կարող ասել, ինչի համար, ինչպես է եղել։ Ձեզ համար հանկարծ չեմ կարող ասել, աշխատում եք, հանկարծ ինչ որ այսպես կտրուկ ինչ որ բան փոխվել է դեպի բացասական կողմը, որովհետև ամպեր եմ տեսնում կուտակված, բայց դա ձեզնից կախված չի եղել, այսինքն ոչ թե դուք ինչ որ սխալ բան եք արել, ձեզ աշխատանքը չեն ուզում ձեզ պահել աշխատանք, չէ, բոլորովին ձեզնից բացարձակ կախված չէ, ոչ ձեր լավ, ոչ ձեր վատ աշխատելու արդյունքում է։ Խաչով, այսինքն այսպես ճակատագրով, պատահական, անկախ որևէ մեկից, այդպես կարող եմ, ճակատագրան աշխատանքի հետ մի քիչ ճակատագրականը բարդ է ասել եմ, բայց ինչ որ բարդ իրավիճակ է ստեղծվել, չգիտեմ, միգուցե գործատերերը կամ աշխատանքի վայրում փոփոխությունների արդյունքում որոշումներ են կայացնում, որոնք ազդում են ձեր վրա, բայց դուք ոչինչ այստեղ չեք կարող անել, ձեզնից կախված չէ եւ դա ամպեր է առաջացնում, ամպեր է կուտակում, որովհետեւ դուք այդ կտրուկ փոփոխությունները բավականին բացասական են ձեր վրա ազդում սկզբում։ Բայց ես հետո տեսնում եմ շատ լավ, եթե հիշում եք այստեղ կարտը ես տեսնում եի դրական փոփոխություն, նոր ինֆորմացիա, այսինքն առաջին լուրը, որ լսում եք փոփոխությունը կտրուկ, ձեզ միանգամից շատ այսպես բացասական ազդում, երևի վախեր եք ունենում կորցնեմ աշխատանքը կամ լավ չի լինի,
Բայց հետո ցրվում են, այդ բոլոր վախերը ցրվում են կամ մի շաբաթ գոնե կպարզվի, որովհետև վերադաս մարդիկ, ովքեր այս գործում կարող են որոշումներ կայացնել, սրանք էլ են վերադասերը, բավականին այսպես հստակ կոնկրետ որոշումներ են կայացնում եւ հայտնում են մարդկանց, հա, ինչ փոփոխության, ինչի մասին է այստեղ խոսքը, ինչ որ նորամուծություն կարող է լինել։ Եվ չնայած վախեր ու կասկածներին, բայց իրականում ես տեսնում եմ իրականում վատ չի լինելու։ Դուք համենայնդեպս աշխատանք չեք կորցնում, ես այստեղ կորուստ չեմ տեսնում, անհանգստությունները կան, միգուցե որոշ ժամանակ էլ դեռ մնան, բայց ես տեսնում եմ շատ լավ։ Իրականում դուք ի վերջո ձեզ համար կպարզեք, որ անհանգստանալու ոչինչ չկա աշխատանքի վայրում։ Ուղղակի ժամանակավոր, այսպես, չգիտեմ, անհանգստություններ են կանցնեն։ Ֆինանսների հարցում տեսնում եմ փոփոխություն։ Մեծ փոփոխություն, չեմ կարող ասել, դրսից գումար եք սպասում, գումարը կարող է գալ, ինչ որ պայմանագրեր եք կնքում, ինչ որ, չգիտեմ, ինչ որ փոփոխություն ամեն դեպքում կլինի, երևի ինչ որ գործարքներ եք կնքում։ Տեսնենք, միգուցե փոփոխությունը կապված է նաև աշխատանքի հետ, աշխատանքում ինչ որ բան փոխվում է, գումարներն էլ են փոխվում, տեսնենք։ Շատ կերպարներ եմ տեսնում, տեսեք, բոլորը կերպար են եւ այստեղ էլ եմ տեսնում կերպար։ Ես այստեղ մյուս կարտերին էլ նայելով շատ կերպարներ եմ տեսնում, շատ հետաքրքիր է ֆինանսներում։ Ես չգիտեմ, ինչ որ գործարքներ եք կնքում, որոշ երկորյակներ, դեսա չի կարող բոլորին վերաբերել, սա կարող է լինել փոփոխություն, այսինքն միգուցե փոխվում է ձեր եկամուտներ վաստակելու միջոցները, ձևերը։ Օրինակ, այստեղ տուն եմ տեսնում, ես չգիտեմ, եթե տուն եք վաճառում, տուն եք գնում, տան առքու վաճառքով եք զբաղվում, չգիտեմ, չեմ կարող ասել, կարող է լինել, կամ որոշում եք նաև տնից աշխատել։ Ես չեմ տեսնում դուք աշխատանքից հեռանում եք, այսինքն որպես երկրորդ եկամուտ։ Դա եւս մեկ եկամուտի միջոց, ասենք կինը երեխա է ունեցել, տանն աշխատում է, ամուսինը աշխատում է, ինքն էլ ուզում է կողքից on-line ինչ-որ գործեր անել եւ ամուսնուն օգնել, որպեսզի ընտանիքի բյուջեն ընդհանուր առմամբ ավելանա։ Ես տեսնում եմ խելացի իմաստուն կին, տղամարդ, ընտանիքում, ես տեսնում եմ այստեղ բազմանդամ ընտանիք երևի թե են, որում ամուսնացած զույգեր էլ կան, որ տանը երևի այստեղ շատ մարդիկ կան, բայց ես ոչ մի վատ բան չեմ տեսնում, դժվարանամ ասել այսքան բոլոր մարդիկ, կանայք, տղամարդիկ, սա ինչ է նշանակում, բայց ինձ թվում է կանայք էլ փորձում են իրենց տղամարդկանց օգնել եւս ինչ որ աշխատանք անելով, էլ եմ ասում, հնարավոր է նաեւ on-line, կամ ընտանիքով ուզում եք գործուղման գնալ, ճանապարհ եք ուզում գնալ, դրսում աշխատել, ընդ որում երկուսով, եւ կին եմ տեսնում այստեղ եւ տղամարդ։ Հնարավոր է, այդպես էլ փոփոխություն այդպես էլ կարող է լինել ֆինանսներով, բայց մենակ գնալու մասին այստեղ չեմ տեսնում եմ երկուսով։ Ընտանիքով ուզում եք գնալ, գումար վաստակել, ծաղիկներն եմ տեսնում, տղամարդը, ես ոչ մի վատ բան չեմ տեսնում, կոնկրետ գումարներ էլ չեմ տեսնում։ Փոփոխություն ինձ թվում է դուք ուղղակի պլաններ եք գծում ձեր ֆինանսների հետ, շատ կոնկրետ ընտանիքով նստել եք եւ փորձում եք նոր պլաններ մշակել ձեր ֆինանսների հետ կապված, բայց ոչ մի բացասական բան ճիշտ ասած չեմ տեսնում, չեմ էլ տեսնում մի շաբաթ գումարներ գան։ Ինձ թվում է ավելի շատ դուք հաջորդ շաբաթ պարզապես որոշումներ եք կայացնում, ինչպես լավացնել ձեր ֆինանսական վիճակը։ Տեսնենք ինչ է սպասում խեցգետիներին հաջորդ շաբաթ։ Մայիսի 24-ից 30-ը։ Ինչ է սպասում խեցգետիներին հաջորդ շաբաթ։ Մայիսի 24-ից 39։ Ընդհանուր տրամադրությունը, անձնական հարաբերություններ, աշխատանք եւ ֆինանսներ։ Շատ լավ եմ տեսնում սկիզբը, համենայնդեպս տրամադրությունը լինելու է այսպես շատ գեղեցիկ, շատ ռոմանտիկ։ Այսինքն խեցգետինները կամ իրենք կզգան շատ իրենց սիրված, կամ իրենք այսպես կլինեն շատ սիրառատ դեպի իրենց շրջապատում, չգիտեմ ովքեր, բարեկամ, ազգական, ընտանիքում եք իրար սիրում, թե սիրահարված կլինեն որոշ մարդիկ եւ կանայք եւ տղաներ, ու կանայք եւ աղջիկներ, այսպես կարող եմ ասել, եւ տղամարդիկ եւ երիտասարդներ։ Ամեն դեպքում այսպես շատ սիրառատ, շատ գեղեցիկ տրամադրության մեջ եք, նաև երևի շատերը երիտասարդները հատկապես շատ ռոմանտիկ տրամադրության մեջ կլինեք։ Եթե դուք ձեզ զգում եք սիրված եւ երջանիկ, չէ, դրանից լավ զգացողություն չի կարող լինել։ Տեսնենք։ Անձնական հարաբերություններում
Բոլորովին ռոմանտիկ չեմ տեսնում, անձնական հարաբերությունում տեսնում եմ կորուստ։ Կորուստ նաև առնետներով կարող է նշանակել թողնում եք ինչ-որ բան գնա, ինչ-որ մեկը գնա։ Դե դա ես բացասական չեմ տեսնում։ Եթե հեռացնում եք ձեր կյանքից մեկին, որը իրականում ձեր, չգիտեմ, ձեր վրա ճիշտ ազդեցություն չուներ կամ խանգարում էր ձեզ կյանքում, դա կարող է հակառակը ավելի դրական ազդեցություն ունել ձեր վրա, տեսնենք։ Տեսնենք ինչն է փոխվում անձնական հարաբերություններում։ Տեսեք ինչ գեղեցիկ կարտեր եմ տեսնում, շատ գեղեցիկ։ Իսկ այստեղ այս կորուստը ինչի հետ է կապված անձնական հարաբերություններում կորուստը, ինչ եք թողնում գնա։ Գիտեք, ես այստեղ տեսնում եմ 7-ը, առնետներով տեսնում եմ 7-ը, այստեղ էլ տեսնում եմ 7-ը թռչուններով։ Գիտեք, եթե ինչ-որ մեկի հետ վիճելի եք, ինչ-որ մեկի հետ խնդիրներ, կոնֆլիկտներ կային, այդ կոնֆլիկտներն են հեռանում ձեզնից։ Այդ կոնֆլիկտները հեռանում են, դուք զրուցում եք իրար հետ շատ ջերմ, հասկանում եք իրար եւ հասկանում եք, որ ձեր մեջ ինչ խնդիր էլ որ եղել է այդ վեճը կամ ինչ-որ կոնֆլիկտը, պարզապես թյուրիմացություն է եղել։ Դուք դա է, այո, այստեղ կորուստը թողնում հեռանում է ձեր խնդիրները, խնդիրներն են կորում, հեռանում են ձեզնից, կարողանում եք ձեզնից հեռացնել խնդիրները։ Եթե որևէ, չգիտեմ, սիրելի մարդու հետ, ընտանիքի անդամի հետ կամ բարեկամ ընկերների հետ խնդիր եք ունեցել, վերջապես կարողանում եք զրուցելով այդ խնդիրները լուծել եւ հեռանում են ձեզանից այդ խնդիրները, որովհետեւ ես այնքան լավ եմ տեսնում։ Տեսեք, սա 10-ն է, շատ գեղեցիկ է, տեսեք, նոր, այո, ինչ որ մի նոր բան եք ձեզ համար բացահայտում, որ իրականում թյուրիմացություն է եղել ձեր մեջ, լուրջ առիթ չի եղել, դուք իրար հետ վիճեիք կամ իրարից նեղվեիք։ Սա էլ կասկածները բոլոր հեռանում են, ձեր հարաբերությունները հակառակը հաջորդ level են գնում, այսինքն մի մակարդակ ավելի բարձրանում են։ Իսկ էլի սիրտ, չէ, շատ լավ են ձեր հարաբերությունները, շատ լավ են լինում եւ ձեր տրամադրությունն էլ, ասում եմ, շատ լավ է տրամադրված։ Եթե սա անգամ սիրող զույգի մեջ է եղել, ամուսնացած, չամուսնացած, ավելի շուտ երևի չամուսնացած, բայց հնարավոր է ընտանիք էլ, այդպես է, ծառը նաեւ ընտանիք է նշանակում։ Իրենք թյուրիմացաբար ինչ որ խնդիրներ վիճել էին իրար հետ, չգիտեմ, բայց վերջապես ամեն ինչ կպարզվի ձեզ համար, հաջորդ շաբաթ շատ գեղեցիկ կլինի ձեր հարաբերությունները դրական, այսպես ասեմ, տեղաշարժ կունենան։ Աշխատանքի վայրում բանալի շատ լավ կարտ է, շատ։ Ինչ հարց էլ լինի, դուք շատ հեշտությամբ կգտնեք բանալին, կգտնեք լուծումը եւ կլուծեք բոլոր տեսակ խնդիրները աշխատանքի վայրում հաջորդ շաբաթ։ Հարգելի խեցգետիններ։ Դե, տեսնում եմ։ Նոր ինչ-որ նորամուծություն կա ձեր աշխատանքի վայրում, ինչ-որ նոր ինֆորմացիա կիմանաք, ինչ-որ նորություն կիմանաք, չեմ կարողացել, միգուցե նոր ձևերով են աշխատանքը ձեզ սովորեցնելու անեք, միգուցե սկզբում դա մի քիչ ձեզ այդքան էլ դուր չգա, որտեվ չգիտեմ, երևի դուք սովորել եք հին ձևերով աշխատելուն, բայց չկա այդպիսի որևէ խնդիր, որ դուք չկարողանաք, այսպես ասեմ, լուծումը գտնել, իսկ արևով տեսնում եմ, որ շատ լավ է լինելու։ Առաջին հայացքից կարող է փոփոխությունը պարզապես ձեզ հաճելի չլինի, բայց ոչ մի խնդիր չեմ տեսնում։ Իրականում դուք շատ արագ էլ կսովորեք նորամուծությանը, ամեն ինչ կլինի ձեզ համար շատ դրական։ Ֆինանսներում տեսնում եմ տղամարդ։ Տղամարդ, դե ֆինանսներում տղամարդը ինչ շատ բան չի ասում, բայց տուզ եմ տեսնում, սրտի տուզ։ Ինչ էլ լինի ֆինանսներում, ձեր սրտին շատ այսպես ինչպես կարող եմ ասել, ձեր սրտով կլինի, այդպես ավելի ճիշտ է ասելը։ Տեսնենք ինչ կապ ունի տղամարդը ձեր ֆինանսների հետ։ Շատ լավ է։ Մանավանդ որ արևը դուրս է գալիս, այլ ոչ մի խնդիր չկա։
Ինչ որ ֆինանսների հետ կապված խոչընդոտներ եղել են, չեմ կարող ասել, թե ինչ։ Հանկարծ կտրուկ երևի դուք հասկացել եք ինչ պետք է անել, որտեղ այստեղ տեսնում եմ իմաստության կարտը, տեսնում եմ գերանդին, այսինքն շատ այսպես հանկարծ ձեզ համար պարզվել է, թե դուք ինչ պետք է անեք, ինչպես կարող եք ձեր ֆինանսական հարցերը լուծել։ Ես կարող է ինչ որ ծախսեր են առաջացել կամ գուցե ծախսերը ավելի շատ են եղել, հասկացել եք, գտել եք ինչպես կարող եք ձեր ծախսերը կրճատել։ Ես ֆինանսների կորուստ ճիշտն ասած չեմ տեսնում եմ ուղղակի միգուցե փորձում եք ձեր ծախսերը պակասեցնել, տարբերակները գտնում եք, շատ խելացի զրուցում եք ընտանիքով, միգուցե կամ դուք անձամբ ձեզ համար որոշում եք, շատ խելացի որոշումներ եք կայացնում։ Եվ այստեղ տեսնում եմ արևով, շատ ճիշտ կլինի եւ տեսնում եմ այստեղ տղամարդ։ Միգուցե տան տղամարդն է որոշում ինչ ծախսեր, բայց տեսեք ես երկու տուզ եմ տեսնում, շատ լավ է լինելու։ Եթե որոշում եք ինչ որ ծախսեր կրճատել ձեր ընտանիքում, չգիտեմ, ձեր բյուջեում, շատ ճիշտ եք անում, շատ ճիշտ որոշում եք կայացնում։ Ես տեսնում եք, հիշում եք տրամադրություն ասացի, շատ գերազանց տրամադրության մեջ կլինեք եւ բոլոր ասպարեզներում ձեզ համար շատ դրական է։